Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Մինչ արտգործնախարար Միրզոյանը չէր բացառել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություն, Բաքուն կրկնեց նախապայմանները։ Վարչապետի իմպիչմենտի հարցով պատգամավորներին նամակներ ուղարկած Էդգար Ղազարյանին իշխանականները չընդունեցին։ Ուղղակի խուսափում է, վախենում է երևի։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակում հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը։ Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը զինծառայության համակարգի բարեփոխումների վերաբերյալ նախագծով առաջարկում է գումարի դիմաց ընդամենը 1 ամիս ծառայել բանակում։ Զելենսկին մայիսի 15-ին Պուտինին կսպասի Ստամբուլում, Ուկրաինայի նախագահը համաձայն է ուղիղ բանակցությունների։ Մոսկվայից հիշեցնում են, դրանք պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։ Մենք միշտ իրա կողքին ենք եղել ու լինելու։ Մենք այստեղ ենք, որ ամեն ինչով կարողանանք օգնենք։ Երևանի Պուշկինի անվան դպրոցում արդեն 1 շաբաթ է բոյկոտ է, երեխաները դասի չեն գնում, ծնողները պահանջում են վերանշանակել հին տնօրենին։ Ինչ լավ լուրի սպասել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով, անցած շաբաթ Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր հորդորել մի քիչ էլ սպասել առաջիկայում չբացառելով այդ լավ լուրը, հայտնել էր նաև, որ կողմերի միջև խոսակցություն կա։ Որ շփումներ կան, հաստատել էր նաև Ադրբեջանի արտգործնախարարը, անմիջապես վերահաստատելով խաղաղության պայմանագրի ստորագրման Բաքվի նախապայմանները։ Եվ ուրեմն խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից 2 ամիս անց, ինչի շուրջ են բանակցում կողմերը։ Խորհրդարանական ընդդիմության կարծիքով խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով հայ-ադրբեջանական քննարկումները Բաքվի նախապայմանների շուրջ են։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմամբ Հայաստանի բանակցողները հերթական զիջումները ժողովրդին ներկայացնելու որևէ փաթեթավորում կմտածեն, հետո այդ մասին հրապարակային կխոսեն։ Եթե տեքստը համաձայնեցված է, ապա ինչի շուրջ են բանակցությունները։ 2 ամիս է խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, Երևանը պատրաստ է շուտափույթ ստորագրել, իսկ Բաքուն պնդում է նախապայմանները։ Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը փոխել սահմանադրությունը։ Անցած շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազատությանն ասել էր, ադրբեջանական կողմի հետ քննարկումներում դեռ առաջընթաց չկա, բայց եւ հավելել. Ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք եւ գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Ամեն անգամ, երբ որ Հայաստանի Հանրապետության կառավարիչները ասում են լավ լուր ենք սպասում եւ այլն, դա հայերի, հայրենասերների համար լարվելու առիթ է, որովհետեւ իրենց համար լավ լուրը չի կարող լավ լուր լինել Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքացիների, հայազգի համար։ Հայկական կողմը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ լուծարել նաեւ Մինսկի խումբը։ Արդարադատության նախարարությունում նոր սահմանադրության տեքստ են գրում։ Թեև պնդում են, թե դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ ներքին որոշմամբ։ Բայց վարչապետն արդեն հայտարարել է իր կարծիքով այդ նոր տարբերակում անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Բաքուն հենց անկախության հռչակագրի հղումն է խնդրահարույց համարում, դրանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ տեսնում։ Հայկ Մամիջանյանը հիշեցնում է, թե նախկինում ինչպես էին հայ բանակցողները հայտարարում մի բան, իսկ հետո Ադրբեջանի ճնշման ներքո գնում զիջումների։ Հիշում եք ոնց եղավ, երկար ժամանակ կառավարիչները Հայաստանի Հանրապետության չէին համաձայնվում երրորդ երկրների ուժերի տեղակայման հարցի հետ կապված։ Հետո, ինչպես ասաց Փաշինյանը, նստեցինք, վերագնահատեցինք, քննարկեցինք ու հասկացանք, որ կարելի է բավարարել այդ պահանջը։ Դե հիմա կարող է էլի հավաքվեն, նստեն, վերագնահատեն, հասկանան, որ իրանց իշխանության պահպանման խաբեության միակ շանսը, որը չի ստացվելու, դա այս 2 նախապայմանը, այս 2 պայմանն էլ բավարարելն է, ինչ որ բոցաշունչ ելույթ ստեղ կունենա համեմված փողոցային լեքսիկոնով ու կպարզվի, որ այդ 2 նախապայմանները նույնպես բավարարվում են։ Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը այսօր չմանրամասնեց, ինչի շուրջ են Երևանի եւ Բաքվի միջև այժմ ընթացող քննարկումները, բայց պնդեց ադրբեջանական նախապայմանների շուրջ Երևանի դիրքորոշումները հայտնի են եւ չեն փոխվել։ Դե ակնհայտ է, չէ, որ ես չեմ կարող այդ մասին խոսել, այնպես ինչպես արտգործնախարարը չի խոսել, բայց մենք աշխատում ենք եւ աշխատում ենք նրա համար, որ ունենանք լավ նորություններ։ Եվ հենց նորությունները լինում են անպայման կոմունիկացվում են, էլի։ Չի ստացվում, որ հենց այդ նախապայմանների շուրջ են խոսակցությունները, որովհետեւ
Ոչ, չի ստացվում այդպես։ Ես ասացի, մենք երկու նախապայմանի հետ կապված շատ բարձրաձայն խոսել ենք, ասել ենք, որ այսպես կոչված նախապայմանը մենք խնդիր չենք տեսնում, մյուս այսպես կոչված նախապայմանը մենք խնդիր տեսնում ենք։ 2 օր առաջ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ջեյհուն Բայրամովը սակայն խոսել է ոչ թե ստորագրման հեռանկարից, այլ իրենց նախապայմաններից։ Պնդել, թե սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը իրենց լեգիտիմ սպասումներն են Հայաստանից։ ՔՊԱ-ական Հասմիկ Հակոբյանը հայտարարում է, նախապայմաններ ներկայացնելը եւ դրանք փաստաթղթում չներառելը խնդիր է։ Եթե կային պայմաններ, որոնք պետք են խաղաղության համաձայնագիր ունենալու համար, դրանք պետք է ներառված լինեին փաստաթղթում, բայց դուք տեսաք, որ դուք գիտեք, չեք տեսել, բայց ես վստահեցնում եմ, որ նման դրույթներ չկան խաղաղության համաձայնագրում։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատյանը հարցնում է, ինչու են ՔՊԱ-ականները տարակուսում, որ Բաքուն նախապայմաններով է խոսում։ Իրենք են տարբեր փուլերում այդ նախապայմանները բավարարելով հասցրել այս հանգրվանին։ Խաչատյանը հույս ունի, որ այդ նախապայմանները բավարարելու օրակարգը կտապալի ժողովուրդը, դեմ քվեարկելով նոր սահմանադրությանը։ Որովհետև Բաքվում գրած իր կաբինետում թարգմանված սահմանադրությունը մեր կործանման ամենակարճ ճանապարհն է։ Բանակցված, բայց դեռ չստորագրված համաձայնագիրը կապիտուլյացիա համարող Հայաստան խմբակցությունից ընդգծում են, Հայաստանի բանակցողների դիրքերն այնքան թույլ են, որ անգամ այդ փաստաթղթի ստորագրման համար է Բաքուն պահանջներ ներկայացնում։ Այսինքն մի պահանջ ներկայացնում է թղթով եւ այլ պահանջներ ներկայացնում է առանց թղթի։ ՔՊԱ-ական Հասմիկ Հակոբյանը որպես ձեռքբերում շեշտում էր, թե պայմանագրում չկա նաեւ այսպես կոչված միջանցքի մասին դրույթը։ Շաբաթավերջի իր ճեպազրույցում Ադրբեջանի արտգործնախարարը չէր շրջանցել նաեւ այս հարցը։ Ջեյհուն Բայրամովը շեշտել էր, տրանսպորտային ապաշրջափակման հարցում Բաքվի դիրքորոշումը հստակ է։ Սպասում են Հայաստանը կատարի ստանձնած պարտավորությունները։ Ինչու է պետք անվստահություն հայտնել Փաշինյանի կառավարությանը։ Արթուն ենք շարժման անդամ Էդգար Ղազարյանը, որ 2 շաբաթ առաջ էր իմպիչմենտ սկսելու մասին նամակներ փոխանցել ազգային ժողովի պատգամավորներին, պնդում է, թե գիտի այդ հարցի պատասխանը։ Հիմա պատրաստում է իր այս գործողությունները բացատրել հենց Փաշինյանի թիմակիցներին, սակայն այսօր ազգային ժողովի իշխանական պատգամավորներից եւ ոչ մեկի դուռը ընդդիմադիր գործի առջև չբացվեց։ Ես բոլորի հանձնաժողովներում գրանցվել եմ, առաջիկայում ես տեղ եմ լելու գրեթե ամեն օր։ Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը մինչև մայիսի վերջին օրը ծրագրում է հանդիպումներ իշխանականների հետ, որ անձամբ բացատրի, ինչու պետք է անվստահություն հայտնեն Փաշինյանին։ Քաղաքացիների ընդունելության ժամանակացույցով պատգամավորների հայտարարած բոլոր հանդիպումների համար արդեն գրանցվել է։ Ամսի 14-ին աշխատանքի եւ սոցիալական հարցեր, ճիշտ ասած այդ օրը իմ դատի օրն է, հուսով եմ կհասցնեմ էլի դատարանից գամ ստեղ։ Պետաիրավական հարցերում 15-ին ամսի, տնտեսական հարցեր 16, առողջապահություն 19, ֆինանսավարկային բյուջետային 20-ին, պաշտպանության 21-ին, մարդու իրավունքներ 22, գիտություն կրթություն 30։ Այսօր փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պետք է ընդուներ ու լսեր քաղաքացիներին։ Նախապես գրանցված Էդգար Ղազարյանը պարտաճանաչ ուղիղ ժամին խորհրդարանում էր, բայց նրան թույլ չտվեցին անցակետից այն կողմանցնել։ Ուղղակի խուսափում է, վախենում է երևի։ Այսինքն այն փաստարկների լսելուց այն բաները, այսինքն պատասխաններ չունի ըստ էության։ Խորհրդարանից փոխանցեցին, թե Ռուբինյանը նպատակահարմար չի համարում քաղաքացի Ղազարյանին ընդունել։ Ես ճիշտ ասած զարմացած եմ sense պատասխան լսելու։ Չէ, ո՞նց է սպասելի։ Ասենք այլ բանա ես նախաձեռնեմ ինքը մերժի հանդիպումը, չէ, բայց իրենք են նախաձեռնողը։ Փաշինյանի իշխանության կոշտ քննադատն ասաց, անսպասելի էր, որ իրեն կմերժեն։ Ենթադրում է, որ միայն ինքն է այդ ցանկից դուրս մնացել։ Քաղաքացիների ընդունելությունը չեղյալ չի հայտարարվել։ Մերժված Ղազարյանը խորհրդարանից հեռացավ զգուշացնելով. Սա կոպտագույն խախտում է, ես կբողոքարկեմ նրա անգործությունը։ Մինչև փոխոսնակը Էդգար Ղազարյանը սպասում էր տարածքային կառավարման հանձնաժողովի հետ հանդիպմանը։ Այս դեպքում ընդդիմադիր Ղազարյանը անցակետը անցավ, հասավ ընդունելության սրահ, բայց ԿՊԱ-ականները չէին եկել։ Նրան ընդունեց տարածքային կառավարման հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը։ Հաշվի առնելով, որ կառավարությունը չի կատարում իր գործունեության ծրագիրը, նախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Խնդրում եմ դա փոխանցել հանձնաժողովի բոլոր անդամներին։ Ես ձեր առաջարկությունը խնդրակ ձևակը անպայման կչեսնեմ որպես քաղաքացի եւ պատգամավոր կապող օղակը հանձնաժողով բարձրաձայնեմ ձեր վերած երկու
ձեր կողմից սպասացած երկու հարցերը։ Էդգար Ղազարյանը այս ընդունելությանը ակնկալում էր հանդիպել հատկապես հանձնաժողովի ԿՊԱ-ական նախագահ Վահե Ղալումյանին, որ նախկինում Տավուշի մարզպետն էր, բայց ոչ նա էր եկել, ոչ էլ նրա թիմակիցները։ Ուզում եմ իմանամ, ասենք մարզի սահմանները այդ ընթացքում փոխվել է։ Ուզում եմ իմանամ ինքն է ապօրինի պաշտոնավար է, թե իր եղբայրը, որովհետև այդ ընթացքում ոչ մի միջազգային պայմանագիր, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի օրենք չի փոխվել։ Ընդդիմադիր Ղազարյանը երկու շաբաթ առաջ վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու նամակներ էր փոխանցել ազգային ժողովի բոլոր падգամավորներին։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք դեսպան ու մարզպետ աշխատած Ղազարյանը, որ պայքարում է Փաշինյանին հեռացնելու համար, նամակներից հետո ուզում է падգամավորներին հանդիպել ու դեմարդեմ բացատրել, ինչու պետք է համախմբված պաշտոնանկ անեն Նիկոլ Փաշինյանին։ Ղազարյանի հաջորդ այցը մայիսի 13-ին է։ Այժմ մյուս փոխոսնակի հետ ընդունելությունը շաբաթվա վերջ։ Հակոբ Արշակյանի հետ մեր պատմական հանդիպումը կայանա ամսի 16-ի ժամը 14-ին։ Падգամավորներին Էդգար Ղազարյանի դիմումից հետո վարչապետին անվստահություն հայտնելու հարցը վերջին շրջանում ակտիվ քննարկում էին խորհրդանի ընդդիմադիր երկու խմբակցությունները։ Պատիվ ունեմ առաջարկել էր վարչապետի միասնական տեխնազոյի շուրջ քննարկումներ սկսել եւ նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց։ Ավելին հանրապետական պատրաստակամություններ հայտնել սատարել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեխնազությունը։ Հայաստան խմբակցությունից գործընթացը անլուրջ էին որակել եւ պնդել, թե դա ավելի շատ ընդդիմադիր դաշտում տեղավորվելու, քան իշխանության դեմ պայքարելու նպատակով է արվում։ Իսկ պնդումների հիմքում նաև պարզ մաթեմատիկական հաշվարկն է իմպիչմենտի որոշման նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն, ընդդիմադիր երկու խմբակցությունները 34 ունեն, իսկ որպեսզի որոշումը ընդունվի, պետք է առնվազն 54 падգամավոր կողմ քվեարկի։ Առանց իշխանականների կողմ ձայների այս նախագիծը չի ընդունվի։ Անցած շաբաթ վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարեց նաև Փաշինյանի նախկին թիմակից Հովիկ Աղազարյանը, բայց թե ինչ հաշվարկ ունի, փակագծեր չի բացել։ 25 տարի անց նորից հարցաքննություն հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թեմայով ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակներում այսօր քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Առիթը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի 2 ամսվա վաղեմության հարցազրույցն է։ Սեֆիլյանը, որ տարիներ առաջ էր հարցաքննվել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործով, Ազատության հետ զրույցում հայտարարել է, որ իրեն վերագրվում է մի բան, որը չի արել։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակներում այսօր քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Հարցաքննության համար ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի հիմք է հանդիսացել Սամվել Բաբայանի հարցազրույցներից մեկում արած պնդումը, համաձայն որի հոկտեմբերի 27-ից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին։ Ճիշտ է, որ հոկտեմբերի 27-ին Սեֆիլյան Ժիրայրը ձեզ զանգել էր ու ասում էր, որ մորուքը սատկել է, մորուքին սպանել են ու դուք հայհոյել եք, եւ այդ բոլոր զապիսները KGB-ում կան ու միջև օրս չեն ասում, հələ դեռ միջև հիմա ասում են ձեզ Նայիրի Հունանյանն էր զանգել, կասեք այդ մասին, ինչ են կրոնացել։ Այն ինչ որ զանգել է, դա այո, տենց է եղել եւ փոխանցել, որ այդ անցագործները ուզում են, որ դուք գաք բանակցությունների, ես բացատրել եմ, որ զեկուցեք նախագահի ապարատ, եթե կգտնեմ, որ ես պիտի գամ, ուրեմն ես կգամ։ Այդքանը իս ձեր ասած ամբողջովին իրականություն է։ Բարի, այն բառերը ինչ այցի, հենց այդպես էլ Սեֆիլյան Ժիրայրը ասել է։ Լավ։ Բաբայանի այս հարցազրույցից 2 ամիս անց Սեֆիլյանին վերագրվող այս խոսքերը խորհրդարանում մայիսի 8-ին հնչեցրեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գլխավոր դատախազին հարցնելով, թե արդյոք չեն ուզում այս դրվագը ուսումնասիրել։ Սա շատ կարևոր դրվագ է, ես գիտեմ, որ նախաքննական մարմինը չի կարողացել այդ ժամանակ գտնի Ժիրայր Սեֆիլյանին եւ հարցաքննի։ Հետագայում դեպքերը այլ զարգացան եւ հիմա այս դրվագը ինչ է կարծում, չարժի, որպեսզի նախաքննական մարմին անջատված մասով մի հատ բան անի, ուսումնասիրի։ Ես կխնդրեմ ձեզ, եթե որևէ դիտարկում ունեք, գաղտնի նշագրումով ուղարկել, եթե դա բաց աղբյուրում չի զետեղված եւ եթե բաց աղբյուրում է զետեղված եւ կարծում եք, որ նախաքննության ուշադրությունից վրիպել է, խնդրում եմ падգամավորական հարցման շրջանակներում գրավոր ուղարկեք։ Անպայման կուղարկեմ։ Անդրանիկ Քոչարյանի այս խոստումից 4 օր անց արդեն Ժիրայր Սեֆիլյանը այսօր հրավիրվեց քննչական կոմիտե։
Այնտեղ հարցաքննվելուց հետո Ազատությանը տված հարցազրույցում Սեֆիլյանը պնդեց, իրեն վերագրվող հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իսկ Սամվել Բաբայանն ու Անդրանիկ Քոչարյանը իրար հետ համագործակցելով փորձում են իրեն սևացնել։ Այստեղ Քոչարյան Անդրանիկը նույնիսկ դեղյակ էլ չէր, որ 25 տարի առաջ ես հարցաքննվել եմ։ Այսինքն դնային աշխատանքը Քոչարյան գոչեցյալը այդպես էլ չի կատարել, էլի։ Կոնե դնային աշխատանքը նորմալ կատարեր։ Թե ինչու 25 տարի հետո այսպիսի անհեթեթ միտք դնում են շրջանառության մեջ եւ այսօր երբ կանչում են հարցաքննության, նաեւ այնտեղ եւս մենք որևէ ապացույցի այդ դեղեցության հետ կապված չնկատեցինք։ Եթե այդպիսի բան եղած լիներ, շատ ավելի շուտ կդնեին, չէ՞ շրջանառության մեջ։ Ինչու եք զանգահարել հենց այդ օրը հենց Սամվել Բաբայանին, ինչ նպատակով, ինչ եք ուզում։ Հա, դա այդ ամեն ինչի մանրամասնությունը, երբ որ սղագրությունը կամ հարցաքննության փոխանցագությունը ծերծեր կգնի, մանրամասն կարող եք հրապարակել։ Չեք պարզապես հիշում։ Ես չեմ ուզում այդ մասին 25 տարի առաջվա իմ դված ցուցմունքների մասին որևէ իշադագում անել, որովհետեւ 25 տարի անցել առաջ այդ սխալներ չանենք եւ ավելորդ այսպես ասած գոզրեր այս թշնամի համագարկից հետ չտանք եւ նորից եմ ասում մանրամասն այդ ամեն ինչը որ այն բառ ես չեմ ուզում ուղղակի մեջ բերել, այն ինչ որ հրապարակեց։ Այո, ես ասում եմ, անհետեթությունը գեղձիկ է։ Տարիներ առաջ մամուլում հրապարակվել էր հոկտեմբերի 27-ի գործով Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է Նաիրի Հունանյանը հեռախոսով կապվել իր հետ եւ ուզել Սամվել Բաբայանի հեռախոսահամարը։ Ապա Հունանյանը Սեֆիլյանին է տվել 2 հեռախոսահամար, պահանջելով դրանք փոխանցել Բաբայանին։ Երբ Սեֆիլյանը կապվել է Բաբայանի հետ, վերջինս չի ցանկացել զանգահարել Հունանյանին, որից հետո արդեն Սեֆիլյանը Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի հորդորով գնացել է ազգային ժողով նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանն ասել է, որ Սեֆիլյանը կարող է իրենց պետք գալ Նաիրի Հունանյանի հետ խոսելու, ժամանակ շահելու նպատակով, ինքն էլ սպասել է խորհրդարանում։ Սեֆիլյանն ըստ մամուլի հրապարակումների հարցաքննության ժամանակ նաև ասել է, որ Հունանյանի հետ ծանոթացել է 1990-ին որպես դաշնակցականի, իսկ վերջին անգամ տեսել է 1991-ին, նրա հետ մտերմություն չի ունեցել։ Հարցին, թե ինչպես է իր հեռախոսահամարը հայտնվել Նաիրի Հունանյանի մոտ, Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե քանի որ Հունանյանը ահաբեկչությունից հետո փնտրել է Սամվել Բաբայանի հեռախոսահամարը, այդ ժամանակ խորհրդանում գտնվող պատգամավորներից մեկը Սամվել Ավետիսյանը, ում հետ մտերիմ էր, ինչ որ համարից զանգել է իրեն ու հեռախոսը փոխանցել Հունանյանին։ Հրապարակված հարցաքննության մեջ Սամվել Բաբայանի վերջին պնդումների մասին որևէ հիշատակում չկա։ Պարոն Սեֆիլյան, դատելով այսօրվա հարցաքննությունից ձեր համոզմամբ վկայի կարգավիճակը ձեզ էլի կարող են հրավիրել եւ հնարավոր է, որ վկայի կարգավիճակը փոխվի։ Չեմ կարծում, որ կարգավիճակը փոխվի, եթե նոր գեղձիկներ չտրվեն շրջանառության մեջ, նոր գեղձ հայտարարություն եթե չլինի, ես չեմ կարծում, որ նորից ինձ կհրավիրեն։ Թե արդյոք Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հոկտեմբերի 27-ի մասով հարցազրույցում արված իր պնդումների առնչությամբ եւս կանչվել է հարցաքննության, առայժմ պարզ չէ։ Քննչական կոմիտեից այս հարցի պատասխանը ստանալ չի հաջողվում։ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ազգային ժողովում եզրափակիչ ելույթում այսօր անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ նրա ընտանիքից ապօրինի ծագման գույքի բռնագծման պահանջին։ Հօգուտ Հայաստանի դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագծման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն ավանդ, 15 իրավաբանական անձու մասնակցություն, ավելի քան $4 միլիոն 8.3 միլիարդ դրամի, 261 միլիոն ռուբլու և շուրջ 599,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 միլիարդ դրամ։ Ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հայցը հրապարակային դատաքննության փուլում է և սա այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով։ International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանի հետ ենք զրուցելու։ Բարի օր, պարոն Հոկտանյան։ Պարոն Հոկտանյան, երբ որ այս ժամանակաշրջանում է նման հայտարարություն արվում,
իրավապահ համակարգի կողմից, սա արդյոք կոնկրետ նպատակ է նաև հետապնդում, որտեղ հասկանում ենք, որ առաջիկայում ընտրություններ են եւ արդեն իսկ խոսակցություններ կան, որ փաստորեն նորից այս հայտարարություններով փորձում են մեծ թվեր հնչեցնել, բայց ձեր ասած այդ թվերը բերել այդքան էլ հեշտ գործ չէ։ Այո, այստեղ ընդ որում այստեղ կարող է շատ լուր Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, որ սա նաև ունի քաղաքական նպատակ։ Քաղաքական նպատակ, որում ես մի քիչ հումորով եմ մոտենում այդ փորձերին նորից խաղալ այն խաղը, որը կար, ասենք, 2021 թվականին, այսինքն նախկիններ, ներկաներ, հալանչի նախկիններ եւ հրեշտակ ներկաներ, այսպես ասած, հակադրությունը։ Փորձել նորից կրկնել։ Բայց գիտեք, այս 4 տարվա, արդեն 26-ին կլինի 5 տարվա, 5 տարվա ընթացքում էապես փոխվել են նախընկալումները քաղաքացիների, որովհետև շատերի մոտ արդեն կա այնպիսի կարծիք, գոնե հարցադրում, իսկ ներկաները արդյոք նույն բաները չեն անում, ինչ որ նախկիններ։ Այսինքն եթե թալանչի նախկին ենք ասում, ապա իսկ ինչ է ներկաները թալանչի չեն եւ հենց այս անցյալ շաբաթ չորեքշաբթի օր այդ հարց ու պատասխանի վարչապետի այդ ռեակցիան անիֆի հետ կապված այդ հարցի հետ, եթե հիշում եք, սա կարող է շատ վնասակար, այսպես ասած, ազդեցություն ունենա հենց իշխող քաղաքական ուժի համար, որ ընկնելով նախկինների թալանացի հետևից փորձում են աչք փակել, ցելով այդ ամենը իրավապահ մարմինների վրա եւ այլն, երբ որ արդեն խոսքը գնում է ներկաների թալանի։ Եվ ես միշտ ասել եմ, դա շեշտել եմ, որ այստեղ պետք չեն երկակի ստանդարտներ։ Այսինքն եթե դուք այսպես ասած սկզբունքորեն եւ խստությամբ գնում եք նախկինների թալանացի հետևից, նույնքան սկզբունքորեն եւ խստությամբ պետք է գնաք ներկաների հետևից եւ կարծես թե հասարակությունը սկսել է ընկալել դա։ Այսինքն եթե դուք չեք գնում ներկաների թալանի հետևից, ապա դա արդեն ունի զուտ քաղաքական նպատակ, որը հաշվի առնելով նաև ընդհանուր հիասթափությունը, տարբեր ոչ կոռուպցիոն, այսպես ասած, պատճառներից ելնելով, դա ուղղակի չի աշխատի։ Այս խնդիրը սա է նաև, բայց այն, որ այո, քաղաքական նպատակ դա ունի, դրանում կասկած չկա։ Եվ չեմ էլ զարմանա, եթե ընտրություններից հետո, եթե մնան իշխանության էլ քաղաքացիական պայմանագիրը այդ գործերին ընթացք չի էլ տրվի, ինչպես չտրվեց եւ դրանից առաջ, ասենք 21 թվականից հետո։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար, հիշեցնեմ զրուցում էի Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանի հետ։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը զինծառայության համակարգի բարեփոխումների վերաբերյալ նախագծով առաջարկում է գումարի դիմաց ընդամենը 1 ամիս ծառայել բանակում։ Զելենսկին մայիսի 15-ին Պուտինին կսպասի Ստամբուլում, Ուկրաինայի նախագահը համաձայն է ուղիղ բանակցությունների։ Մոսկվայից հիշեցնում են, դրանք պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։ Մենք միշտ իրա կողքին ենք։ Եղել ու լինելու։ Մենք այստեղ ենք, որ ամեն ինչով կարողանանք օգնենք։ Երևանի Պուշկինի անվան դպրոցում արդեն 1 շաբաթ է բոյկոտ է, երեխաները դասի չեն գնում, ծնողները պահանջում են վերանշանակել հին տնօրենին։ Օրերս Գյումրիում 1 ամսյա կալանքի է ենթարկվել լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Իրավապահները նրան մեղադրում են խուլիգանության եւ դատարանի հանդեպ անհարգալից պահվածքի մեջ։ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը սակայն ահազանգում է կնոջը բերման են ենթարկել նվաստացներով։ Այսօր խորհրդանում այս թեման առի դարձավ հիշելու, ինչպես են ընդդիմադիր հայացքներով մարդիկ շուտափույթ եւ նվաստացուցիչ պայմաններում կալանավորում, իսկ իշխանականները թարմօրինակ է նոր Նորքի թաղապետը։ Հայտնի ծեծից հետո ոչ միայն ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պաշտոնավարել։
Ինչի համար եք տանում հիվանդանոց։ Ինքը կանգառ է ներկայացել։ Գյումրու քաղաքապետի նախկին խոսնակն հազանգում է իրեն տնային հագուստով ու հողաթափերով ոստիկանություն բերման ենթարկելու, անհամաչափ ուժ կիրառելու, ձերբակալման վայր ընդունվելիս տեսախցիկի առջև մերկացնելու ու զննելու մասին։ Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը Facebook-ի իր էջում հրապարակել է այն ոստիկանի լուսանկարը, որն ըստ պաշտպանի նվաստացրել խոշտանգել է կնոջը։ Ներքին գործերի նախարարությունը հերքում է Փոստանջյանի պնդումները, վստահեցնում են, որ ոստիկանության կոմայրիի բաժնում կնոջը խուզարկել են կին ոստիկանները առանց տեսախցիկների, իսկ ձերբակալվածների պահման վայրում բժիշկները նրան զննության են ենթարկել առանց ոստիկանների ու տեսախցիկների։ Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են արկա, թե դատարանում, թե նախաքննության փուլում։ Մենք ի սկզբանե խափանման միջոց, անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել։ Քննչական կոմիտեն Աղեկյանին մեղադրում է խուլիգանության եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Աղեկյանի ձերբակալությանն այսօր խորհրդանում անդրադարձավ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ասաց, նրան կալանավորել են, քանի որ ազատության մեջ ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Անձը թե դպրոցում խուլիգանություն կատարելիս անչափահաս երեխաների մասնակցությամբ եւ նկատմամբ Լիլիթ Աղեկյանի գործի մասին է խոսքը։ Անչափահաս երեխաների նկատմամբ եւ դպրոցի ամբողջ դպրոցի բնականon գործունեությանը կազմալուծել, կազմաքանդել եւ ընդ որում անձնական շարժառիթներով հաջորդը դատական նիստի բնականon process-ը խաթարել, դատավորին վիրավորել եւ այլը, դրա համար մենք ստիպված, հարկադրված գնացել ենք այդ ծայրահեղ խափան միջոցի։ Պողոսյանը պատասխանում էր ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։ Պարոն Պողոսյան, քննչական վարույթներ նախաձեռնելիս ես ակնհայտորեն տեսնում եմ երկակի ստանդարտների իրագործում եւ նաեւ ակնհայտ քաղաքական ենթատեքստ հարուցված գործերի շրջանակներ։ Կա երկու պարզ դրվագ։ Մի դեպքում մարդը ծեծում է, մյուս դեպքում ուղղակի գնահատականը հնչեցնում, եթե կուզեք վիրավորանք։ Պատգամավորը քննչականի ղեկավարին հիշեցնում էր ընդդիմադիրների գործերը, երբ նրանց շատ արագ կալանավորում են, բայց իշխանականներին, օրինակ տեսախցիկների առաջ ակտիվիստին դաժան ծեծած նոր-նորքի իշխանական թաղապետին թողնում ազատության մեջ։ Ոնց է ստացվում, որ ծեծի ենթարկած թաղապետը շարունակում է լինել, ոչ միայն պաշտոնավորում է, նաև ազատ է, բայց մյուս անձը, ով ընդհանրապես գնահատական է հնչեցրել, գտնվում է կալանքի տակ։ Քննչականի նախագահը պնդեց, թե նոր-նորքի թաղապետի արարքը ոչ մեծ ծանրության հանցագործություն է։ Ինչ վերաբերում է Լիլիթ Աղեկյանին, ասաց, նա ազատության մեջ էր, մինչև իրեն վատ պահեց։ Ասում եմ Լիլիթ Աղեկյանը առաջին անգամ չի հանցանք կատարել։ Ասում եմ Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել։ Մենք ընտրել ենք անազատության հետ չկապված խափան միջոց 1, 2, 3 դեպքով։ Աբովյանի բանտում պահվող Աղեկյանին տեսակցել են մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Անահիտ Մանասյանն այսօր ազատությանն ասաց, նրա հարցով զբաղվում են։ Մասնավորապես անձը մի քանի մտահոգություններ է ներկայացրել իր նկատմամբ վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների առնչությամբ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի առնչությամբ մի քանի մտահոգություններ է ներկայացրել, որոնք բնականաբար պետք է իհարկե մեր կողմից էլ դառնան քննարկման առարկա, պարզաբանումներ պահանջելով պետական մարմիններ։ Մինչ մարդու իրավունքների պաշտպանը զբաղվում է Աղեկյանի հարցով, որ գնահատականներ տա, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն արդեն ընդգծում է, կնոջը նվաստացրել են։ Աղեկյանին տնային հագուստով ու հողաթափերով բերման ենթարկելու կադրերը համացանցում հայտնվելուց հետո իրավապահների հասցեին քննադատություն է հնչում, թե ինչու կնոջ նկատմամբ չեն դրսևորել տարրական հարգանք։ Եվ այստեղ նվաստացում հստակորեն տեղ է գտել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձը հայտնվել է համապատասխան մարմիններում բոլորովին չպատրաստված, բոլորովին ընտնային կամ միգուցե նաև անկողնային հագուստով, հողաթափերով, ինչը բոլորովին չի կարող համատեղելի լինել անձին բերման ենթարկելու կամ ոստիկանության կամ քննչական մարմիններում ներկա գտնվելու իրավիճակի հետ։ Իրավապաշտպանը հիշեցնում է, կալանքը պետք է ծայրահեղ դեպքում կիրառվի։ Կնոջը կարող էին տնային կալանքի տանել։ Նա եւս զուգահեռներ է անցկացնում ակտիվիստին ուղիղ եթերում ծեծած թաղապետի եւ այս գործի միջև ազատության մեջ գտնվող թաղապետը շարունակում է աշխատանքի գնալ, իսկ Աղեկյանը ճաղերից այն կողմ է։ Դարձյալ կալանավորման վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն հույժ անհրաժեշտության սկզբունքով։ Իրավապաշտպանը նաեւ կարևորում է Աղեկյանին տնային հագուստով ու հողաթափերով բերման ենթարկած ոստիկանների հարցի
ընտանիքի քննությունը։ Պետք է ծառայողական քննություն անցկացվի, հետո տրվի գնահատական։ Նվաստացրել են կնոջը, թե ոչ։ Վճարիր 20 միլիոն դրամ և ծառայիր ընդամենը 1 ամիս։ Սա տարբերակներից մեկն է, որ առաջարկում է իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որ այսօր իր հեղինակած օրինագիծներ ներկայացնում զինծառայության համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Պատգամավորը կարծում է, որ այսպես կլուծվի բանակից խուսափելու հարցը։ Վիճակագրություն է ստուգել, պարզել է, որ վերջին 20 տարիներին զորակոչի ենթակա քաղաքացիներից ծառայության է անցնում միայն 30-40%-ը։ Սակայն գումարի դիմաց բանակից ազատվելու պարագայում էլ այլ լրջագույն հարցեր են առաջանում։ Հնարավոր է արդյոք այսպես մարդունակ բանակ ունենալ։ Չի խորանում արդյոք սոցիալական անարդարությունը։ Կարող ենք մենք ուղղել մեր մյուս քաղաքացիներին, որպեսզի ծառայեն եւ ստանան բարձր աշխատավարձ։ Իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին հնարավորություն ընձեռել, որ մի կլորիկ գումարի դիմաց ոչ թե 2 տարի, այլ շատ ավելի քիչ ծառայեն։ ԿՊԱ-ական Հայկ Սարգսյանը նախագիծ է մշակել, որը ծառայությանն առնչվող մի շարք դրույթներ խստացնելուն զուգահեռ ֆինանսապես ապահով ընտանիքների համար նման տարբերակ է ներառում։ Մեր քաղաքացիները ոչ թե գումար ծախսեն, փոխեն իրենց քաղաքացիությունը, այսինքն հրաժարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, այլ այդ գումարները ուղղեն պետությանը եւ ամեն դեպքում ծառայեն, գոնե կարճ ժամանակով ծառայեն եւ նաեւ հաշվառվեն պայեստազորում, որպեսզի կարիքի դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց նույնպես օգտագործի։ Բանակ գնացողների թվի վերջին տարիներին վատթարացող վիճակագրությունն ուսումնասիրած պատգամավորը գումարի չափն է նշում։ 2 տարվա փոխարեն 1 ամսով զորակոչվելու վճարը 20 միլիոն դրամ կկազմի, 15 միլիոնի դիմաց էլ ծառայությունը կավարտվի 6 ամիս հետո։ Ծառայության գրավչության բարձրացում, արտագաղթի կանխարգելում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում։ Հայկ Սարգսյանը պնդում է իր առաջարկած քայլերով բանակ գնացողների թիվը կմեծանա։ 2 տիպի փոփոխություն է առաջարկում, ինչպես ինքն է ասում, խստացնող ու խրախուսող։ Վերջնարդյունքում հրավիրվածների միայն 30-ից 40%-ն է զորակոչվում ծառայության։ Ընդգծելով, որ 2020-ից 24 թվականների ընթացքում շուրջ 9000 տղա երեխա Հայաստանի քաղաքացիությունը փոխել է, պատգամավորն օրինակ առաջարկում է քաղաքացիության դադարեցման համար 15 միլիոն դրամի տուրք սահմանել։ Քայլերից մյուսն ըստ պատգամավորի առողջական խնդիրների հանդեպ մոտեցման վերանայումն է, որ այս կամ այն խնդիրն ունեցող երիտասարդը ոչ թե ազատվի, այլ սահմանափակումներով զորակոչվի։ Գործող կարգավորումները խստացնող հենց այս առաջարկներին զուգահեռ պատգամավորը փող ունեցող ընտանիքներին իրենց զավակներին շատ ավելի թեթև ծառայության ուղարկելու մեխանիզմ է առաջարկում՝ վճարիր ու քիչ ծառայիր։ Մեր կարճ հարցմանը մասնակցած քաղաքացիները վրդովված են։ Բոլորը միաձայն ընդգծում են, անարդար է։ Չէ, ես դրա այդ ամամի չեմ։ Ով որ փող ունի, դի չծառայի։ Ցանկալի է բոլորն էլ հավասար ծառայեն։ Անարդար է։ Անարդար է։ Ցանկալի չի, բայց դե չգիտեմ ոնց կլինի, երևի կընդունվի։ Չէ, դա սխալ է։ Դա չի կարելի։ Հավասար, բոլորը պետք է հավասար ծառայեն։ Ինչ կապ ունի փող ունես, թե չունի։ Չէ, դիգանքներն անարդարություն է։ Թող հավասար լինի, ոչ թե մենակ հարուստների համար։ Հարուստների հերիք է ուտեն ու կռեն գրտեն։ Թեմայի շուրջ ասուլիս հրավիրած պատգամավորը մինչդեռ հակառակ համոզմունքն ունի։ Արդարությունն այսպիսով կվերականգնվի, քանի որ հարուստները հիմա էլ են կարողանում որդիներին փախցնել։ Սոցիալապես ապահովված քաղաքացիները հնարավորություն ունեն այսօր հրաժարվելու քաղաքացիությունից այլ երկրում քաղաքացիություն ստանալով, ինչը հնարավորությունը սոցիալապես կարիքավոր անձինք չունեն, եւ սրանովից նրանք լուծում են զինվորական ծառայությունից խուսափելու հարցը դեռևս պատանի հասակում մինչև զորակոչային տարիքի հասնելը։ Իսկ ինչ հեռանկար ունի առաջարկը։ Հայկ Սարգսյանն ասում է, թե թիմակիցներին այն դեռ չի ներկայացրել, բայց քննարկել է անձամբ վարչապետի հետ։ Իմ կողմից առաջարկվող փոփոխությունները, որոնք որ ես կարողանում եմ հիմնավորել, դրանք բոլորը վարչապետի կողմից ընդունվել են եւ ընթացք է տրվել։ Պատգամավորի խոսքով նախագիծն առաջիկայում ազգային ժողովի պաշտպանության մշտական հանձնաժողովում կքննարկվի։ Մեկնաբանության համար դիմեցինք պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին, ասացին նախ պետք է ամբողջությամբ ծանոթանան նախագծին, բայց իշխանականի առաջարկն արդեն ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծության վարչությունն է ուսումնասիրելու եզրակացրել սահմանադրության սկզբունքների խախտման վտանգ կա։ Հիշեցնելով մայրօրենքի 28-րդ հոդվածը, որ մեջբերեմ բոլորը հավասար են օրենքի առաջ, վարչությունն ընդգծում է պատգամավորի ներկայացրած առաջարկով պարտադիր զինվորական ծառայության պարտականությունը հավասարապես բոլորի վրա չի տարածվում եւ կախված ընտանիքների ֆինանսական վիճակից կարող է տարբերակված կիրառվել։
Երևանի Պուշկինի անվան դպրոցում անցած շաբաթվանից բոյկոտ է։ Երեխաները դասի չեն գնում, ծնողները պահանջում են վերանշանակել տնօրենի պաշտոնում Նատալիա Ստեփանյանին։ Կրթության նախարարության բացատրությունները, թե նրա պաշտոնավարման ժամկետը դեռ նախորդ տարի է լրացել, մրցույթի հարցազրույցի փուլն էլ չի հաղթահարել, չեն համոզում ծնողներին։ Չեն վստահում ոչ մրցույթի արդյունքներին, ոչ էլ բողոքարկման հանձնաժողովին, որի 5 անդամից 4-ը նախարարության ներկայացուցիչներն են։ Պուշկինի անվան դպրոցի 1750 աշակերտներից այսօր դպրոց են գնացել ընդամենը 6-ը։ 6-ից մեկին Լանա Գևորգյանին դպրոցում հանդիպեցինք, ասաց բոյկոտ է։ Պահանջում են, որ կրթության նախարարությունը իրենց տնօրենին Նատալիա Գարևնային չհեռացնի գործից։ Լավ կառավարում է դպրոցը, ամեն ինչով օգնում է երեխաներին, ու մենք միշտ իրա կողքին ենք եղել ու լինելու։ Իսկ դպրոց չեկած աշակերտներն ու նրանց ծնողները նույն պահանջը կրկնում են կրթության նախարարության շենքի առջև։ Մենք այստեղ ենք, որ ամեն ինչով կարողանանք օգնենք, նենց անենք, ինքը լինի, մեր տնօրենը մնա ինքը, որտեվ իր ընթացքում, իր այդ տնօրենելու ընթացքում ինքը շատ ուժեղ վերելք է մեր դպրոցը ապրե։ Գործող տնօրենը շատ ճիշտ մեր սրտով, մեր ծնողական համայնքի սրտով կառավարում է դպրոցը։ Կրքերը Պուշկինի անվան դպրոցում բորբոքված են դեռ նախորդ շաբաթվանից, երբ պարզ դարձավ, որ դպրոցի տնօրենն իր պաշտոնում չի վերանշանակվի։ Կրթության նախարարությունից ասում են, նրա պաշտոնավարման ժամկետը դեռ նախորդ տարի է լրացել։ Նատալիա Ստեփանյանը թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել է ու 2 անգամ չի հաղթահարել հարցազրույցի փուլը։ Ստեփանյանը մրցույթի արդյունքները բողոքարկել է։ Բողոքի քննությանը ծնողները ցանկանում էին մասնակցել, բայց կրթության փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ինքն ընդունեց մի քանի ծնողների։ Գանե Մուրադյանն այդ հանդիպման մասնակիցներից էր։ 3 օրվա ընթացքում կհայտարարվի նոր մրցույթ, եթե իհարկե մենք հույս ունենք, այո, որ այսօր բողոքարկման արդյունքները դրական կլինեն, հա։ Ծնողները պնդում են, նախարարությունը պիտի բավարարի բողոքը, այսինքն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչի Ստեփանյանին ու վերանշանակի տնօրենի պաշտոնում։ Նատալիա Գարևնայի զարգացման ծրագիրը 5 տարվա դպրոցի զարգացման ծրագիրը լսվել է, ընդունվել է ծնողական խորհրդի կողմից, ընդունվել է նաև հանձնաժողովի կողմից, ընդունվել նաև փուլը անցել է արդեն եւ եկել է որոշակի հարցազրույցի փուլ։ Նատալիա Ստեփանյանը Պուշկինի անվան դպրոցի տնօրենն է 2013 թվականից։ Նրանից առաջ 12 տարի մայրն էր տնօրենը։ Պնդում է, մրցութային գործընթացը ոչ իրավաչափ ու սուբյեկտիվ է եղել։ Դպրոցի զարգացման ծրագիրն ըստ Ստեփանյանի հաստատել են 4-րդ փորձից, չհիմնավորելով նախորդած մերժումները։ Հարցազրույցի ժամանակ էլ չգիտի ինչու են դեմ քվեարկել։ 2 անգամն էլ խախտել են ինձ բանավոր հարցազրույցի կանչելու կարգով սահմանված ժամկետները ու շատ էական են խախտել։ Բացի դա առաջի անգամ եւս մերժվեց անհիմն, բոլոր հարցերին պատասխաններս եղել են բարձրացակ եւ վստահ եմ, եթե ձայնագրությունը վերծանվի, ես կարող եմ հիմնավորել իմ ամեն խոսք, ամեն բառ։ Հարցազրույցի 2-րդ փորձին բողոքարկման թղթով է մտել, վստահ, որ էլի մերժելու են։ Ասում է, նախարարության հանձնաժողովում իր մասնագիտական գիտելիքները բավարար չեն համարում, համաձայն չէ։ Իմ 11-ամյա գործունեությունը կարծեմ եմ փաստում է, որ մասնագիտական գիտելիքս բավարար է, որտեվ անընդհատ դպրոցում եղել են եւ ստուգումներ, եւ ստուգայցեր, եւ արտաքին գնահատումներ, եւ որևէ էական, այսինքն դպրոցը միշտ գնահատվել է ցածր կամ զրոյական ռիսկի կշռով։ Քիչ առաջ տեղեկացանք, որ բողոքարկման նիստն ավարտվել է, Ստեփանյանին մերժել են։ Ենթադրվում է տնօրենին նոր մրցույթ կանցկացվի։ Երևի կբողոքարկեմ դատական կարգով։ Նատալիա Ստեփանյանը պնդում է, կուսակցական չի եղել նախկինների օրոք, կուսակցական չէ հիմա, քաղաքականությամբ հետաքրքրված չէ, ինքը պուշկինական է։ Սա ըստ Ստեփանյանի արժեք է, հոգեվիճակ, ավելի կոնկրետ բացատրություն չլսեցի։ Բաներ կան, որ բառերով նկարագրել եւ բացատրել շատ դժվար է, դա պետք է զգալ, դա մի հոգեվիճակ է, որը որ այս դպրոցի իսկապես այս դպրոցի բովանդակությունը տարիներ շարունակ ինքս եմ այս դպրոցը ավարտել եւ դա ասում եմ ոչ թե որպես այստեղ աշխատած մարտալ, որպես այս դպրոցի շրջանավարտ, տալիս է յուրաքանչյուր ոգի, ով այստեղ սովորում է։ Ծնողները նույնպես իրենց ու իրենց նախնիներին այս անվամբ են բնութագրում, պուշկինականներ են։ Պուշկինական, Պուշկինի ոգին, Պուշկինականի գաղափարները, այդ մի քիչ ուրիշ է։ Ոնց որ պրիզվանիա լինի, ու այդ Պուշկինականի մեջ, որը դարեդար սերնդե սերունդ, մեծ տատիկներից սկսած, մեծ տատիկը մեր սերունդը, մեր երեխաների սերունդը, ինչի են գնում այդ դպրոց, որովհետև բարեհոգեբանական հիմքեր ունի, դրվածքներ ունի։
Նրանք պնդում են Պուշկինի անվան դպրոցի տնօրեն չի կարող նշանակվել մարդ, որը Պուշկինի դպրոցը չի ավարտել, պիտի պուշկինական լինի 90 տարվա ավանդույթ է։ Մայրաքաղաքի էլիտար համարվող դպրոցներից է այս հիմնական դպրոցը։ Քաղաքի սրտում է, ավանդաբար այստեղ նաև բարձրաստիճանների երեխաներ են սովորում։ Էլիտար է լավ իմաստով, որակի իմաստով, ասում է Ստեփանյանը։ Դպրոցականների առարկայական օլիմպիադաներում ինչ հաջողություններ ունի բարձրակարգի իմիջ ունեցող այս դպրոցը։ Այս ուսումնական տարում հանրապետական օլիմպիադայի 370 դիպլոմակիրներից միայն մեկն է Պուշկինի դպրոցից։ Նախորդ ուսումնական տարվա օլիմպիադայում դպրոցը որևէ դիպլոմ չի ստացել։ Միջազգային լրահոսին անդրադառնանք, կհանդիպեն արդյոք Պուտինը եւ Զելենսկին Ստամբուլում Պարսկրինի 3 օրից։ Ուկրաինայի նախագահը արդեն իր համաձայնությունը տվել է ուղիղ բանակցություններ անցկացնելու շուրջ եւ պատրաստվում է անձամբ մեկնել Թուրքիա։ Ինչպես են արձագանքում Մոսկվայից։ Ուկրաինայի նախագահը համաձայն է ուղիղ բանակցել Ռուսաստանի հետ եւ մայիսի 15-ին նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ կսպասի Ստամբուլում, որտեղ Պուտինն առաջարկել էր ուղիղ բանակցություններ անցկացնել։ Պուտինը անձամբ Ստամբուլ մեկնելու մասին իր ուշ գիշերային հայտարարությունում ոչինչ չէր ասել, խոսել էր միայն Մոսկվայի եւ Կիևի ներկայացուցիչների հանդիպման մասին։ Իսկ մինչ այդ Ուկրաինան Ռուսաստանից լիակատար եւ անվերապահ հրադադար է ակնկալում, որը բավականաչափ երկար կլինի, որպեսզի կարողանան բանակցել ու ել ավելի մոտենալ խաղաղությանը։ Երեկոյան ուղերձում ասել է Վլադիմիր Զելենսկին։ Ես հինգշաբթի մայիսի 15-ին կլինեմ Թուրքիայում եւ այնտեղ կսպասեմ Պուտինին։ Անձամբ կլինեմ այնտեղ եւ հուսով եմ այս անգամ Պուտինը պատճառներ չի փնտրի, թե ինչու չի կարող ինչ-որ բան անել։ Մենք պատրաստ ենք խոսել, որպեսզի դադարեցնենք պատերազմը։ Կրեմլի խոսնակն արձագանքել է, ասելով, թե Մոսկվան լուրջ է տրամադրված ուկրաինական խնդրի տևական կարգավորման ուղիներ փնտրելու հարցում։ Դմիտրի Պեսկովը սակայն չի պատասխանել գլխավոր հարցին. արդյոք Պուտինը կմեկնի Ստամբուլ, իսկ եթե ոչ, ապա ով կներկայացնի Ռուսաստանը։ Ընդհանուր առմամբ մենք լրջորեն ենք տրամադրված երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու ուղիներ որոնելու։ Մինչ Մոսկվայից չեն հստակեցնում, թե ով կմասնակցի Ստամբուլյան հանդիպմանը, ռուսական զինուժը շարունակել է հրթիռներով ու անօդաչուներով հարվածել Ուկրաինային։ Տուժածներ կան Օդեսայում, Զապորոժիեում, Դնեպրոպետրովսկում, Սումիում մեկ մարդ է սպանվել։ Ռուսական զորքը եւս մեկ բնակավայր է վերցրել։ Ուկրաինական զինուժը եւս հարվածներ է հասցրել Կուրսկում 3 վիրավոր կա։ Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն Ազատության Նաստայաշևրեմե հեռուստաընկերությանն ասել է, որ թե Պուտինի, թե Զելենսկու հայտարարությունները դեռ խաղաղ բանակցությունների մասին չեն, ոչ էլ դրանց բովանդակության։ Ըստ նրա Ուկրաինայի համար հիմա գլխավորը հրադադարին հասնելն է, իսկ Պուտինը ցանկանում է բոլորովին այլ բան, եւ այստեղ դեռ անհամատեղելիություն կա, սակայն պարզ է, որ երկուսի հայտարարություններն էլ ուղղված են Միացյալ Նահանգների նախագահին։ Զելենսկին հարկավոր էր պատասխանել ոչ թե Պուտինին, այլ Թրամփին, ինչպես որ Պուտինի ելույթը Զելենսկիի համար չէր, այլ Թրամփի։ Այդ պատճառով էլ այն գիշերով արվեց։ Երկու կողմերն էլ հիմա խաղում են մեկ դիտորդի համար՝ Դոնալդ Թրամփի։ Ռազմաքաղաքական մեկնաբան Յուրի Ֆեդորովն իր հերթին կարծում է, որ Պուտինը չի գնա Ստամբուլ։ Նրա գնահատմամբ Ստամբուլում կարևոր հարցեր չեն քննարկվի, դրանք նույնիսկ բանակցություններ չեն։ Դա պարզապես հանդիպում է, զրույց, որտեղ մի կողմից Մոսկվան կհայտարարի իր առավելապաշտական դիրքորոշման մասին, որը հանգում է Ուկրաինայի կապիտուլյացիայի պահանջին, իսկ Ուկրաինան կհայտարարի իր դիրքորոշման մասին, որ պատրաստ են բանակցությունների, բայց հրադադարի պայմանով։ Այս ֆոնին Գերմանիայի կառավարությունից հայտարարել են, որ Եվրոպական միության անդամ երկրները նոր պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան մինչև օրվա վերջը համաձայնի հրադադարին։ Լոնդոնում այսօր հավաքվել են Եվրոպական միության երկրների արտգործնախարարները քննարկելու Ուկրաինային աջակցության, ինչպես նաև պաշտպանության ոլորտում ավելի լայն համագործակցությանն առնչվող հարցեր։ ԵՄ արտգործնախարար Կայա Կալասը հանդիպումից առաջ ասել է, որպեսզի խաղաղության շուրջ որևէ բանակցություն ընթանա, պետք է հրադադար հաստատվի։ Մենք նաև պետք է համոզվենք, որ Ռուսաստանը ցանկանում է դա բարի կամք դրսևորի ու նստի խոսի ուկրաինացիների հետ, ինչը չենք տեսնում։ Պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, որպեսզի իսկապես խաղաղություն ցանկանա ու նստի ու խոսի Ուկրաինայի հետ։ Եվրոպական հանձնաժողովի պաշտպանական արդյունաբերության եւ տիեզերքի հարցերով հանձնակատարն իր հերթին այսօր Բրյուսելում հայտարարել է, որ եվրոպական եւ ուկրաինական պաշտպանական արդյունաբերությունները պետք է ավելի շատ ինտեգրվեն միմյանց։ Ելույթ ունենալով պաշտպանական արդյունաբերության թեմայով ֆորումում Անդրիուս Կուբիլիուսը նշել է, որ այսօր աշխատանքները կսկսի ԵՄ-Ուկրաինա աշխատանքային խումբը, որի նպատակն է նպաստել պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրմանը։ Պուտինին կանգնեցնելու համար մենք պետք է ավելի շատ արտադրենք, ավելի շատ նորարարություններ մտցնենք եւ դա պետք է անենք միասին։
Հանձնակատարը նաև ասել է, Եվրոպան կարող է սովորել ռազմարդյունաբերության ոլորտում Ուկրաինայի նորարարական լուծումներից, իսկ ապագայում, երբ Եվրոպան կստանձնի եվրոպական մայրցամաքի պաշտպանության ողջ պատասխանատվությունը, Ուկրաինան կլինի եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ամենակարևոր բաղադրիչը։ Իդեպ իր այցը Ստամբուլ հնարավոր է համարել նաև նախագահ Դոնալդ Թրամփը, մասնակցելու ռուս-ուկրաինական բանակցություններին։ Քիչ առաջ Միացյալ Նահանգների նախագահը լրագրողներին ասել է, թե քննարկում է այդ հարցը։ Մեջբերում եմ նրա խոսքից, չգիտեմ որտեղ կլինեմ հինգշաբթի օրը, այնքան շատ հանդիպումներ ունեմ, բայց իսկապես մտածում էի Ստամբուլ թռչելու հնարավորության մասին։ Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Առաջիկա օրերին նախատեսված է Միացյալ Նահանգների նախագահի այցը Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար։ Իրանը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։ Reuters-ի հաղորդմամբ Իրանի կառավարության խոսնակն է ասել, որ Պուտինի Թեհրան կատարվող այցը այս պահին մշակվում է, ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները։ Կրեմլը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը։ Հայտնի չէ երբ է ծրագրավորվում Պուտինի այցը Իրան։ Մոսկվան և Թեհրանը հունվարի 17-ին ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, որը սակայն չի նախատեսում պաշտպանական դաշինքի ստեղծում զենքի ոլորտում սերտորեն համագործակցող երկրների միջև։ Ավելի քան 40 տարի թուրքական պետության դեմ արյունալի մարտերից և տասնյակ հազարավոր զոհերից հետո այսօր զենքերը վայր է դրել քրդական բանվորական կուսակցությունը։ Իրաքի հյուսիսում հրավիրված եզրափակիչ համագումարից հետո զինյալ խմբավորումը հայտարարել է, զենքով հասել են պատմական արդյունքների, բայց հիմա ժամանակն է անցնել դիվանագիտական մեթոդների։ Հայտարարությունը, որ կարող է արմատապես փոխել ոչ միայն Թուրքիայի ներքին քաղաքականությունը, այլև ազդել հարևան երկրների վրա, հրապարակվել է կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի հորդորով։ Իմրալի կղզում բանտարկված առաջնորդը անցած փետրվարին էր դեռ կոչ արել իր կուսակիցներին զինաթափվել և քրդերի իրավունքների համար պայքարը շարունակել խաղաղ ճանապարհով։ Թուրքիայի արտգործնախարարը այսօր այս զարգացումը պատմական է որակել, պնդելով, թե այն էապես կարող է ազդել տարածաշրջանում մշտական խաղաղություն և կայունություն հաստատելու վրա։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով ազատություն.am կայքեջը և մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հաջողություն։